Բարերիք արգելի գործընկերներ, տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստը։ Նիստը վարել է կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը, նիստի ընթացքում քննարկել ենք ներքաղաքական, ներկուսակցական հարցեր, սպասվող հոկտեմբերի 2-ի թիմ ընտրությունները, կուսակցության թեկնածուների հաջողության շանսերը, ինչպես են ընթանում, տեղեկացնեմ, որ նոյեմբեր 26-ին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հրավիրելու է հերթական համագումար, համագումարը նախընտրական բնույթ չի կրի, կկրի հաշվետու բնույթ, բայց համագումարից անմիջապես հետո մենք կսկսենք պատրաստվել պարլամենտական հերթական ընտրություններին ապրիլյան, եթե հարցեր ունենաք, սիրով կպատասխանեմ։ Շատ բարի, դու եթե ինչպես տեղյակ եք, հիմնականում նախարարների մեծ մասը արդեն նշանակվել են եւ մնում է երկու պաշտոնակատար, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյան, մենք ՊՊԱ նախագահի լիազորությունների շրջանակներում է նրանց նշանակումը կամ վերանշանակումը կամ նոր նախարարների նշանակումը եւ պարոն նախագահը մինչեւ հոկտեմբերի 3-ը ներառյալ օգտվելով իր սահմանադրական իրավունքից կիրականացնի նշանակումներ։ Ինչ? Ես չասացի, որ կփոխվեն, դա մեր լիազորությունների շրջանակներում չի, դա հանրապետության նախագահի լիազորությունների շրջանակներում է, մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ պարոն նախագահը օգտվելով իր սահմանադրական իրավունքից կնշանակի նախարարների։ Քանի որ հիմա երկու նախարարներ պաշտոնակատար են, դրա համար այստեղ փոխվել կամ չփոխվելու ես որևէ ակնարկ չարեցի։ Կուսակցության պետք է ասեմ, որ համագումարը լինելու է հերթական, բայց առանցքային Հայաստանի Հանրապետական կուսակցության համար նախատեսվում են փոփոխություններ եւ ծրագրում եւ կանոնադրության մեջ, չեմ բացառում, որ նաեւ փոփոխություններ լինեն, ինչպես դուք ասեցիք, ղեկավար կազմում, որովհետեւ դա մշտապես ընթացող process է, բոլոր նախորդ համագումարները եթե հաշվի առնենք, մշտապես թարմարյուն եղել է։ Այլ հարցեր։ Որ համանախագահներն ասել են, գոնե այս փուլում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում նախատեսված չէ, հստակ օրով, ժամով, օրակարգով, գոնե այս պահին Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին մեծ հայտնի չէ, նման հարց մենք չենք քննարկել։ Եթե կլինի, բնականաբար մենք ձեզ կտեղեկացնենք։ Անի Վարդանյան այսօր հրավիրել։ Պարոն Շարմազանով մամուլում նույներ շրջանառվում, որ կուսակցությունում ՀՀԿ-ն ամեն ինչ անելու է, որ նոր նախարարներին մասնավորապես նոր վարչապետին ընդգրկի կուսակցության Ինչ նշանակում ամեն ինչ անելու է։ Խնդրում եք բարձր անենք ինչ։ Յուրաքանչյուր նախ նշեմ, որ նոր նախարարները եւ վարչապետ Կարապետյանը մեր քաղաքական թիմի անդամներ են։ Մեկ անգամ չէ, եւ այս ամբիոնից եւ ազգային ժողովի ամբիոնից նշել են, որ այս կառավարության համար Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կրում է ամբողջական պատասխանատվություն, ինչպես Վազգեն Սարգսյանի, Արամ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի կառավարությունների համար։ Կներկվեն նրանք Հայաստանի Հանրապետական կուսակցության կազմում թե չէ, ինչ եմ կարող ասել, բայց չեմ էլ բացառում։ Շնորհակալություն հարցի համար, ես կարծում եմ մենք պետք է դանդաղ շտապենք, քանի դեռ մենք դեռևս մեր սկզբնական կազմակերպության ներկայացուցիչները չեն ընտրել համագումարի պատվիրակներ, ամեն ինչը իր հերթին։ Հիմա եթե ես ամբողջությամբ բացեմ փակագծերը, ասեմ ինչ մեսեջներ են տրվելու, ինչ է լինելու, նոյեմբերի 26-ին ինչ է լուսաբանելու։ Դա հիմա սպասեք։
Համեցեք։ Շնորհակալություն ազատություն ռադիոկայան երկու հարց պարոն Շարմազանով։ Առաջինը դուք չբացառեցիք, որ կուսակցության ղեկավար կազմի փոփոխություններ են լինելու նոյեմբերյան համագումարի արդյունքում։ Այվան շատ է խոսում այսպես ռադիկալ փոփոխությունների մասին։ Մի փոքր խնդրում եմ մանրամասնեք սպասվող փոփոխությունների հետ կապված եւ երկրորդ հարցը Կարելի է առաջի հարցին պատասխանեմ։ Ես չբացառեցի ոչ թե մի բան իմանալով, այլ չբացառեցի, որովհետեւ ինչպես Բիսմարկն էր ասում, քաղաքականությունը հնարավորինի արվեստ է։ Եվ գոնե իմ կողմից քաղաքական անգրագիտություն կլիներ քաղաքական process-ներում ինչ որ բան բացառել։ Սա է փաստը։ Եվ բնականաբար չի կարելի բացառել որևէ բան, մանավանդ որ մենք նախկինում ունենք նման փորձ։ Մանավանդ որ կուսակցությունը ինքը կենթանի օրգանիզմ է, եւ կենթանի օրգանիզմը մշտապես կարիք ունի նոր թարմ արյան։ Սա մեկ, երկրորդը խնդրեմ համեցեք։ Երկրորդ հարցը մարզպետների փոփոխություն սպասվում է առաջիկայում, թե ոչ շնորհակալություն։ Կարծում եմ դուք ուշադիր հետևել եք որպես պրոֆեսիոնալ լրագրող Հանրապետության նախագահի, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթը այս դիմացի դահլիճում խորհրդի նիստի ժամանակ, երբ որ պարոն նախագահը նշեց, որ սկսած նախագահի աշխատակազմից մինչև կառավարություն եւ դատաիրավական համակարգ լինելու են փոփոխություններ։ Դրա համար չեմ բացառում նաեւ տարածքային կառավարման մարմիններում, այսինքն մարզպետարաններում փոփոխություններ։ Ներողություն, բարձր կխոսեք։ Նախին ելույթներից մեկում Սերժ Սարգսյանը խոսում էր ազգային համաձայնության կառավարության մասին։ Ուրեմն կառավարության ձեզ համար տեսնում եք նրա ազգային համաձայնության կառավարության ղեկավար եւ քննարկումները որ ապագայում, հա։ Ինչպես նաեւ ազգային համաձայնության կառավարությունը տեսնում եք պարլամենտի ներկայիս ընդդիմադիր քաղաքական ուժերին եւ կառավարությունը պարլամենտական ընտրություններից հետո ձեզ համար Նախ շնորհակալ եմ հարցի համար։ Նշեմ, որ գոնե իրավական առումով նախ շնորհակալ եմ ձեզ, որ դուք արդեն տեսնում եք մեր թիմի ներկայացուցիչին գործադրում։ Նշանակում է, որ դուք գտնում եք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շատ լուրջ հավակնություններ եւ շանսեր ունի հաջողության հասնելու պարլամենտական հերթական ընտրությունների ժամանակ։ Սա դուք եք փաստում, ես չեմ փաստում։ Ինչ վերաբերում է վարչապետ Կարապետյանը ապագայում կվերանշանակվի թե չէ, կամ ես նրան տեսնում եմ կառավարության ղեկավար, ես չէ որ պետք է տեսնեմ, նախ այստեղ երկու քայլ կա, քայլ համար 1, պետք է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ապրիլյան ընտրությունների ժամանակ ստանա մեր հանրության վստահության քվեն, ստանա իրավունք կամ միազնյակ կամ իր գործընկերների հետ, գործընկեր կուսակցությունների հետ կազմել կառավարություն, այնուհետև արդեն կուսակցությունը իդեմս կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի կներկայացնի վարչապետի թեկնածուն։ Պարոն նախագահ, առաջինը մենք եթե գանք հաջողության հասնենք, արդեն կուսակցության նախագահ եւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը կներկայացնի նոր վարչապետին։ Ազգային համաձայնության մասին մենք ասել ենք, գոնե այս վերջին շրջանում դուք տեսել եք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը երբեք բարիկադներ եւ ռուբիկոնյան պատնեշներ չի ստեղծել։ Մեզ համար Հայաստանի Հանրապետությունում չկան թշնամիներ, չկան հակառակորդներ, կան ազնիվ ընտրապայքար, կա ազնիվ մրցակցություն եւ մենք քաղաքականության մեջ բացառապես քաղաքական մշակույթի կանոններով մրցապայքարի կողմնակից ենք։